Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, քվեաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր հետևորդներին։ Քանի որ օրն էլ շաբաթ է, մենք հերթական մեր ուղիղ կապն ենք ապահովել Մոսկվայի հետ, ուր մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար, համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Դե գիտեք, Երևանում տեղի ունեցավ Եվրոմիության 40-ից ավելի երկրների ղեկավարների մասնակցությամբ վեհաժողով և պիտի ասեմ, որ այդ վեհաժողովում էլ դուք հավանաբար տեղյակ եք, այդ վեհաժողովին ավելի ճիշտ չէր մասնակցում Ադրբեջանի նախագահ, բայց ուղերձով դիմեց վեհաժողովի մասնակիցներին, բավականին կոշտ քննադատական խոսքով հանդես եկավ իդեմս Եվրոմիության և հետաքրքիր է, որ մեր երկրի ղեկավարը այդպես չհակադարձրեց այդ ողջունի խոսքին ինքնատիպ։ Վեհաժողովին ներկա էր նաև Զելենսկին, Ուկրաինայի նախագահ, որին երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու 44 օրյա պատերազմի օրերին դուք Ադրբեջանին մատակարարում եք ֆոսֆորային ռումբեր, պատասխանը թողեց անպատասխան, փոխարենը պարոն Զելենսկին չմոռացավ սուր քննադատել Վլադիմիր Պուտինին, ասելով, որ մայիսի 9-ին թող Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում այդ շքերթի օրը սպասեն նաև իրենց կողմից ուղարկված անօդաչու սարքերին։ Հասկանում եք սա ինչ է նշանակում, խնդրեմ։ Ես բազմիցս ժամանակին մասնակցել եմ նման սամետների, օրինակ մի քանի անգամ մասնակցել եմ այդ Սևծովյան անվտանգության, հեսա իշեմ ոնց էր կոչվում, այդ հետախուզական անվտանգությանը վերաբերվող սամիտ էր միջազգային, որտեղ հավաքված էին մարդիկ, որոնք քննարկում էին այդ Սևծովի շուրջ, ասենք, այն պետությունների անվտանգությունը, Սևծովի անվտանգությունը ու այնտեղ հիմնականում հետախուզության պետեր էր։ Ես ձեզ ուզում եմ ասեմ, գիտեք ինչ է, տեղը ոնց էին ընտրում։ Ուրեմն, օրինակ, մասնակցել եմ այդ սամիտին, որը տեղի է ունեցել Ռումինիայում Կոնստանցիա քաղաքում։ Սամիտի վարողը ռումինական կողմը վերջում ասում է. հաջորդ մեր սամիթը ով է ուզում ընդունի։ Նույն ոճով աշխատում է այդ համակարգը, ոչ մի տարբերություն չկա այնտեղ։ Ասենք Ֆրանսիայի հետախուզության պետը կգա կմասնակցի, թե ասենք Մակրոնը կգա կմասնակցի։ Ինքը ձևավորումը ամեն ինչ է, դա նույն ձև է, ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, որ դա եսի միշտ չի։ Ցանկացած Հայաստանի ղեկավար կարող է այդ սամիթը ընդունել։ Ոչ մի բան չկա, այստեղ ուղղակի հարցը է նա, եթե ասենց հասարակ լեզվով ասենք, այդ սամիթին հարց են տալի։ Հաջորդ միջոցառման ծախսերը իրա վրա ով է վերկալում։ Ես հասկացա, որ այդ սամիթին երևի թե ամենահարուստ երկիրը Հայաստանի Հանրապետությունն էր, դրա համար մեր երկրի ղեկավարը այդ ծախսերը վերցրել է մեր վրա։ Ես տենց եմ հասկանում։ Հասկանում եք, սամիթը
ասենք եթե դու միջազգային միջոցառում ես անցկացնում, դու գնում ես բանակցություն ես անցկացնում, չէ՞։ Ոչ թե ամենակարևորը process-ն է, որ դու մասնակցել ես, դու գնացել ես։ Մենք գիտեք ինչ ենք ասում։ Process-ի մասին ենք խոսում։ Եկեք խոսենք արդյունքների մասին։ Հասկանանք, իսկ արդյունքը ինչ է ստացել Հայաստանը այդքան փող ծախսելով այդ սամիթը Հայաստանում անցկացնելու համար։ Եկեք դրա մասին խոսենք, հասկանում եք։ Ոչ թե խոսենք նրա մասին, վայ, տեսակ, մեզ սա հարգեցին, եկան Հայաստան, էս եկավ, են եկավ։ Լիքը մարդ եկավ, 40 երկրի մարդ եկավ, ղեկավար եկավ։ Հետո, ուզում եմ հասկանամ, հետո 44 կետից փաստաթուղթ են ստորագրել, կա մի քանի կետ, որը վերաբերվում է մեզ, բայց մեր համար շատ վտանգավոր է։ Օրինակ ատոմային էլեկտրոկայանի փակման մասին։ Ահա որ վտանգավոր կետ է։ Դա համ էներգետիկին է վերաբերվում, համ քաղաքականությանը։ Մենք հասկանում ենք, որ էներգետիկ տեսակետից մենք կորուստ ենք ունենում, բայց այն նույնն են կներեք այն կինը, որ Բրյուսելում ղեկավարում է Եվրոմիությունը, նույն ինքը ելույթ ունենալով Եվրոպայում ասում էր, որ իրանք վրազել են իրենց ատոմակայանները փակել։ Բայց գալիս են Հայաստան, ասում են փակեք։ Այդ էներգետիկ մեծ վնաս ենք ունենալու։ Մեծ, մենք չենք կարալու միջև 28 թիվը մանավանդ դեպի եթե Նիկոլը մնաց իշխանություն։ Դա նույնիսկ մանկապարտեզը չի կա, դբրոցը հայտարարում, որ 300 քանի հատ դբրոց պիտի սարքի, չեմ հիշում ինչքան։ Ցկի դբրոց չի կարում սարքի։ Իր ասածները։ Նա կարալու է ատոմային էներգիայի տեղը մեզ համար ինչ որ բան բերի։ Մենք ստացանք ոնց ենք ասեմ, կներեք հասարակ լեզվով ասեմ, կատաղացրինք Մոսկվային։ Ուղղակի կատաղցրինք։ Զելենսկին եկավ Երևանից, սպառնաց Մոսկվայի, թող Կիևից սպառնար, խելավ եկավ Երևանից սպառնաց։ Կիևին ես չեմ լսել, որ Զելենսկին դա ասի։ Կիևում ասում էին իրեն ինչ-որ դեպուտատներ, բաներ, չգիտեմ, այնտեղ զինվորականներ, բան, բայց Զելենսկին եկավ Հայաստանում դա ասեց։ Հետո ինչ գործ ունի այդ մարդը Հայաստանում։ Ես ուզում եմ, ես մի անգամ ելույթ ունեցա զոհերի մասին։ Ես ձեզ ասեմ, 30 տարվա ընթացքում միջև 23 թիվը, երևի 30 չէ, մի քիչ ավել ալնում, միջև 23 թիվը ներառյալ բոլոր հայկական կորուստները կլինի քաղաքացիական, թե կլինի զինվորական, 30%-ը եղել է իշնորհիվ Ուկրաինայի կառավարության։ Դիպուկարներ են եղել, իրենց օդաչուներն են եղել, իրենց դիվերսիոն խմբերն են ներթափանցել, իրենք ամեն ինչով աջակցել են, իրենց հրանգիչներն են աշխատել այնտեղ, իրենց գեներալներն են եկել 44 սայի ժամանակ նստել իրենց ադրբեջանական շտաբում։ Իսկ Ալիևի ելույթը, դե գիտեք, ես որ նայում եմ, գիտեք, այն բան կա, չէ, մուլտիկ կա, թե մուլտիկ էր, թե ոտանավոր էր, այն շունը, որ Մոսկա անունով հաչում է փղի վրա, այս փիղն էլ հանգիստ էթում է, հասկանում եք, Ադրբեջանը չի հասկանում, որ իրանք շատ փոքր և թույլ պետություն են, շատ փոքրիկ և թույլ պետություն, Ադրբեջանը աջակցում է այսօր Իրանի դեմ պատերազմին, չհասկանալով, որ հաջորդը ինքն է, եթե Իրանի ժողովրդի ձեռից ուզում են վերցնել նավթապաշարները, ճանապարհները, կոմունիկացիաները, ասենք այդ Օրմուզի այդ մասը, իրանք պետք է հասկանան, որ իրանք իրանց ձեռքից են վերցնելու դա։ Եթե նա խելոք լիներ եւ մտածեր 10 քայլ են կողմ, նու չեմ կարծում, որ խելոք չի, բայց եթե նա իրոք այսօրվա օրով չմտածեր եւ մի քիչ առաջ նայեր,
նա հակառակը նա պիտի պաշտպաներ Իրանին։ Ես խոսքը գնում եմ Ադրբեջանի մասին։ Ու այդ սխալի համար ինքը դեռ պատասխան է տալու։ Այդ սխալի համար, որ ինքը այսօր փաստացի երկու սահմանակից իրեն երկրների հետ ունի մեծ խնդիր, դա Իրանը եւ Ռուսաստանը, դա հենց այնպես չի անցնել։ Մանավանդ իրենք արհեստական ստեղծված ինչ որ պետություն են։ Դες այդ մարդը խոսած Հայաստանի մասին, կներեք, Եվրոմիության մասին, կոշտ խոսեց ու խոսալու ամեն ինչը նրա հետ էր կապված, որ իրենք դատապարտել են Ադրբեջանին, հիշում եք իր Ալիևի խոսալը։ Ինքն ինչի մասն էր խոսում։ Խոսում էր, որ Եվրոմիությունը հակա-ադրբեջանական բաներ ընդունել է։ Դրա համար ինքը էլ չի ուզում համագործակցի այդ կառույցի հետ, չեմ անում ինչ։ Մեր երկրի ղեկավարը լեզուն առած նստած ոչ խոսում է, ոչ քննադատում է, ոչ բան անում, ոչ մի բան, ոչ էլ մեր երկրի ժողովրդին մեր գերիների մասին է խոսում այնտեղ պաշտպանի, ոչ մի ձև։ Ոչ մի ձև, ոչ մի բան չի անում։ Դա հասկանալի է։ Մի մարդ որ կզած, ուղղակի կզած մանագալի Ալիևի դեմ եւ կատարում է Ալիևի բոլոր ցանկությունները, չեմ ուզում զինվորական ժարգոնով ասեմ, հա, մենք մեր զինվորական լեզվով, որ շատ ավելի կոպիտ է, բայց ինչ տեսնում ենք դա է։ Ու հարց ունեմ ես։ Եթե այ ախպեր ջան, դուք չէիք տալու Ադրբեջանին դատի, հակառակը բոլոր դատարանի բաները հետ եք կանչել, մեր հայցերը բաները կամ սառեցրել եք կամ հետ եք կանչել, վերաբերվող Ադրբեջանին։ Ես հարց ունեմ, բայց միջազգային այդ դատարանը, դատարանի ղեկավարը ինչ գործ ունի Հայաստանում։ Մեկ, երկրորդը, մենք չենք անդամակցել այդ դատարանին։ Չէ՞ որ այն ժամանակ, որ դուք գնում եք մտնելու այդ բանի մեջ, 23 թվականին, եթե չեմ սխալվում։ Դուք ասում եք, մենք մտնում ենք, որ Ադրբեջանի հանցագործությունները բան անենք, սա քաղաքական հարց չի, բան չի։ Բա միջև այսօր այդ դատանի, որ ինչ որ դատի եք տվել, չի մի դատ առաջ չեք տանում։ Հարց եմ տալի։ Մարդը, եթե գնում է բանակցությունների, ինքը արդյունք ստանա, դա կարա 5 րոպե մնի, կարա 1 դրամ ծախսի, կարա вообще դրամ չծախսի։ Կարևորը արդյունքն է։ Արդյունք չկա։ Հերթական, նախընտրական բանն է։ Իմ մոտ вообще տպավորություն է, որ այդ Նիկոլը դրսից տղա է բերել մեր վրա։ Որ իր հարցերը բանում լուծի։ Ուրիշ բան չկա։ Ասում եմ, տղեկա կանչե, որ կան մեր բոլորիս վրա տղա դրսից մարդա բերել մեր վրա։ Այդքան բան։ Պարոն գեներալ, հիշատակեցիք Իրանը, Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին անգամ խոսք գնաց, բայց ես կուզենայի, որ անդրադառնանք մեր տարածաշրջանի հետ կապված Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հակամարտության թեմայի հետ։ Ինչ զարգացումներ այնուամենայնիվ կլինեն մոտ ապագայում։ Պաղուշյան, մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ոնց որ թե իմ ասածը նախկինում իմ գնահատականը ստացվում է։ Իրանը շատ ավելի հզոր է դուրս գալի այդ պատերազմից։ Եկեք հասկանանք, ինչ ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչ ստացավ Իսրայելը եւ ինչ ստացավ Իրանը։ Ուղղակի դնենք նայենք այս պատերազմը։ Երկու բառով։ Իրանը վերջնականապես վերահսկողություն սահմանեց Օրմուզյան նեղունցքի վրա, փաստացիորեն ստացվում է, որ աշխարհում մատակարարվող մանավանդ ասենք Չինաստանի համար, օրինակ 80% իր արևտուրը տեղով է։ Փաստացի հարկեր դրեց։ Այս պահին այդպես է։ Կարող է այդ հարկերը հանեն, բան եւ չգիտեմ ինչ որ ձևի բան անեն, բայց ինքը արդեն հասկանալի է մի բան, էլ չի զիջելու։ Ինչ որ բաներ կզիջի կետեր, բայց էլ չի զիջելու, էլ
այդ Օրմուզյան այդ նեղունցի այդ օգտագործումը հաստատ է միջև պատերազմական ձևով չի լինելու։ Ի օգուտ Իրանի։ Իսկ դա ոնց ասեմ, ահռելի գումարներ է, որը կարանք համեմատենք ամբողջ նավթա իրենց այդ արդյունաբերության հետ։ Փաստացիս Իրանի այսօր կառավարությունը կարողացավ միավորել ազգին մի վտանգի դեմ, արտաքին վտանգի դեմ։ Ու ինչ որ ձևի կարողացավ հայտնաբերել այն հակապետական մտածելակերպ ունեցող քաղաքացիներին եւ դրանց մեկուսացնել։ Այս իշխանությունը ավելի իրենց ձևով ավելի ամրացավ, то есть ավելի հզորանում է։ Բացի դրանից տարածաշրջանում Իրանը միակ պետությունն է, որ հաջողությամբ դիմադրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետության։ Սրանով ամեն ինչ ասված է։ Բոլոր ապագա քաղաքականությունները։ Եթե առաջ գալիս էին, խնդրում էին, համոզում էին, հիմա տես չեն անել, հիմա ասելու են արիստեղ։ Հարևաններին է վերաբերում։ Ասելու են արիստեղ։ Սենց կանես, կապրես, սենց չես անի, գլուխդ կջարդեմ։ Այդպես են խոսալու։ Այ Փաշինյանի նմանների հետ։ Իրանք տեսնում են, չէ՞ որ կզում անդ է։ Իրաց մոտ են տանելու կզսնել, հասկանում եք։ Մեր երկրի ղեկավարը ունի 3 կզարան. Ադրբեջան, Թուրքիա եւ Իրան։ 3 կզարան ունի։ Դե անվերջ թող գնա կզի, իր այդ պայուսակ էր ասում, չգիտեմ ինչ էր ասում այնտեղ, ուսապարկերի հետ, հա։ Տարածաշրջանում, եթե այսպես շարունակեց քաղաքականությունը, մենք հարված ենք ստանալու եւ Ռուսաստանից, եւ Ադրբեջանից, եւ Իրանից, եւ Թուրքիայից, եւ Եվրոպայից, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այս մարդը չպետք է մնա իշխանության այդքան բան։ Պարոն գեներալ, ամեն անգամ, երբ որևիցե առիթով հոլովում է ձեր անունը, մենք իհարկե ուշադիր ենք լինում։ Հավանաբար տեղյակ եք, վերջերս էլ ձեր մասին իր դիրքորոշումը հայտնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Միգուցե դուք փորձեք ինչ-որ լույս սփռել այս մութ պատմության վրա։ Ճիշտ է, ինձ զեկուցել են, որտեվ ես չեմ նայում այդ մարդու ոչ ելույթներին, ոչ բաներին, ինչի համար չեմ նայում, որտեվ ես գտնում եմ, որ գիտեք, ազգային ժողովի նախագահան, եթե կորեկտ եմ ուզում ասեմ, չեմ ուզում վիրավորվեմ, չի հասկանում ինքը ով է եւ ում համար է ծառայում եւ թքում է իր քաղաքացու վրա, հայոյում է զոհվածի ծնողին, եղբորը, տան անդամներին, չեմ ուզում մեկնաբանեմ իր կարծիք։ Բայց ես ուսումնասիրելով ընդհանուր սոցցանցերը, ուղղակի ուզում եմ մի կարծիքի մասին խոսամ, հա, խոսամ նրա մասին, որ գիտեք, ասենք վերցնում մարդու վրա մի հատ պիտակ են դնում, ասում են ինքը ռուսամետ է։ Ինչ է նշանակում ռուսամետ։ Կամ ինչ է նշանակում արևմտամետ։ Հա։ Եկեք համեմատենք, ոնց է դա կպնում մարդուն։ Եթե մեր իշխանությունը, ասենք, լիներ եւ աշխատեր Ռուսաստանի հետ, Կարապետյան արշակը կարող է լինել արևմտամետ։ Որտեւ ամեն ինչ չի, որ պետք է ընդունես, այդ թվում Ռուսաստանի կողմից։
Եթե մեր իշխանությունը արևմտամետ է, ապա Կարապետյան արշակը ռուսամետ է։ Ինչի համար։ Որովհետև Կարապետյան արշակը ի վերջո ստացվում է, որ ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ է, Կարապետյան արշակը հայամետ է։ Կարապետյան արշակը ասում է հետևյալը. տեսեք ինչ եք ձեզ տալի։ Մեզ ասում են, այ եթե ընտրվի այս ռուսամետ քաղաքական գործիչը, դուք դառնալու եք Բելարուսիա, մտնելու եք Եվրոմիության մեջ։ Կներեք, այդ Բելարուսիա, Ռուսաստան, այդ միության մեջ։ Միևնույն ժամանակ իրանք օրենք են ընդունում, որ դի մտնեն Եվրոմիության մեջ։ Հիմա ես հարց ունեմ տալու, մեր այդ խելոք, սենց ասեմ, ես մոտակա ապագայում, որ հրապարակեմ են ինչ-որ մոր կա, ես սպասում եմ, երև մի քանի օր էլ կսպասենք, կհրապարակենք, սաղը հասկանալի կլնի։ Գնում եմ ընդունում օրենք։ Մեր երեխեքին ասում է չասեք, դուք տղա եք, թե աղջիկ։ Ասում է, չէ, ասում է, դպրոցում չպետք է ասեք։ Չգիտեմ, աշակերտուհի կամ աշակերտ։ Չպետք է ասեք։ Ես միշտ հարց եմ տվել, ասել եմ, խնդրում եմ, ինձ բացատրի, դու քեզ ոնց դիմեմ։ Դու մեր երկրի ղեկավարն ես։ Ես պետք է ասեմ ձեզ, պարոն վարչապետ, թե պետք է ասեմ տիկին վարչապետ։ Միջև ճիշտն ասած, այս վերջերս, այս ընտրությունները ես մտածում էի, որ ինքը երևի շուտկի պարոն վարչապետ է։ Բայց հենց սկսեց այդ սիրտիկը ցույց տալ, տղամարդը ո՞ն, տղամարդը ինչ սիրտիկ ցույց տա։ Ճիշտն ասած, սկսել եմ կասկածել։ Ոնց դիմեմ։ Բայց լավ, հարցը դրա մեջ չի։ Ես նորից եմ կրկնում։ Կարապետյան արշակը, որ նշանակվել է պաշտպանության նախարար, ես ուզում եմ բոլորն իմանան, ոչ միայն Ռուսաստանին է դուր եկել, դուր է եկել այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թող հասկանան, որ Կարապետյան արշակը սովորել է ոչ միայն Մոսկվայում, այլ սովորել է այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ճիշտ է, միտեղ երկար, միտեղ կարճ, բայց ես ենտեղ եմ, Հարվարդում եմ եղել։ Ու հավատացեք, իմ հետ թե Ռուսաստանի ներկայացուցիչները, թե Ամերիկայի ներկայացուցիչները շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ու խնդրում եմ բոլորին, ով որ вообще ես կյանքից բան հասկանում։ Ի նկատի տարածաշրջանից հասկանան մի բան եւ հիշեն մեր պատմությունը։ Ասում են Լենինը տվեց բանը, մեր հողերը Թուրքին։ Համաձայն եմ։ Բայց եկեք հասկանանք, խի տվեց։ Ինչի տվեց էլի։ Որովհետև երբ որ Անդրանիկը ասում էր մենք պետքա լինենք Ռուսաստանի հետ, ոչ թե նրա համար, որ Անդրանիկը ռուսամետ էր։ Եթե Անդրանիկը ռուսամետ էր, ուրեմն ես էլ եմ ռուսամետ։ Անդրանիկն ասում էր, եղեք Ռուսաստանի հետ, ասին չէ, գնացին մտան Եվրոպա, Անտանտա, չեմ ինչ հիշում եք են հայտնի կինոն։ Լենին Թուրքն էլ գնաց կարմիր դրոշ բարձրացրեց, ասեց ես կոմունիստ եմ, թե Բաքվում, թե բանում, Թուրքիայում։ Գնացին կարմիր դրոշ բարձրից, եկան Լենինին ասին, մենք կոմունիստ ենք։ Մի հարց եմ տալի։ Ում պետք է տար հողերը Լենին պապին։ Ձեզ դրեք իրա տեղը։ Ում պետք է տար էլի։ Հայերին, որոնք կռվում էին այն ժամանակ էլ ռուսների դեմ, կարմիր բանակի դեմ, թե պետք է տար այն մարդկանց, ով որ կարմիր դրոշ էր բարձրացրել, խաբում էին, որ իրանք կարմիր էին։ Հարց ունեմ, ուղղակի լոգիկայի հարց է։ Նույն բանը հիմա է կատարվում։ Էրդողանը, լսեք ինչ ասեց, ասեց,
տարածաշրջանում նույն իրավիճակն է։ Նույն բանը հիմա է կատարվում։ Ես որպես մասնագետ ասում եմ Հայաստանը որտեղ պետքա լինի։ Մասնագիտորեն եմ ասում։ Հասկանում եք։ Չունենք ոչ մի բան, ոչ մի 44 կետ ստորագրել է։ Մի կետ ցույց տվեք, որ վերաբերվում է Հայաստանի անվտանգությանը։ Մի կետ ցույց տվեք։ Բեկալեք Ռուսաստանի հետ ցանկացած պայմանագիր։ Ու կտեսնեք ինչքան մեզ վերաբերվող անվտանգության հարցեր կա։ Հələ այդ մենակ անվտանգության մասն եմ ասում։ Ես նորից եմ ասում, բոլորին։ Այդ ձեր պահվածքի պատճառով Արցախ կորցրիք։ Կրկնվում է, պատմությունը կրկնվում է։ Հասկանում եք։ Կրկնվում է, ով որ չի հարգում իր պատմությունը, գալի նորից առնում է այդ դրան, այդ նույն խնդրին։ Որտեղ պատմությունը այդ բանով է զարգանում, սպիրալով է զարգանում։ Եթե մենք չհարգենք մեր եղերնին, ուրեմն հավատացեք նորից եղերնի է լինելու։ Եթե մենք պատմաբորեն այդ պատմությունը մոռացանք, այդ հարցը չբարձրացրինք, միջազգայինորեն դադարեցրինք, նորից է լինելու եղերնի։ Ոնց որ հող կորցնել է։ Այն ժամանակ մի գեներալ էր ասում, ռուսի հետ լավ եղեք։ Հիմա մենք ենք ասում, ես եմ ասում, որպես գեներալ, ռուսի հետ լավ եղեք ու մի արեք, չէ։ Այն ժամանակ հողեր կորցրիք, Վան, Ղարս, չգիտեմ, Նախճիվան, ինչ չգիտեմ։ Հիմա էլ եք հողեր կորցնում։ Համի թող հելնի, ցիլոյով, մեկ էլ սիրտիկներ ցույց տա, սենց ասեմ։ Հելի ֆրֆրա։ Հայ ես ընդունում եմ, որ մենք պետք է լինենք այնպիսին, որ մեր տարածաշրջանում պատերազմ չլինի։ Դա ոչ մենակ մենք ենք ուզում։ Ես վստահ եմ, որ տարածաշրջանի ամբողջ հասարակ ժողովուրդը դա ուզում է։ Վստահ եմ։ Ինչա, հասարակ գյուղացի ասենք թուրքը կամ ադրբեջանցին կամ պարսիկն է ուզում պատերազմ։ Վստահ եմ, որ ոչ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Կներեք մի հատ դեղին ժուրնալիստի դրել ենք մեզ գլխին ղեկավար։ Ես ասեմ, գնա մի հատ հոգեբուժարան, մի հատ կոմիսիա անցնի, ապագա մեր բոլոր սրանից հետո ղեկավարները պետք է դա անեն։ Բացի նրանց որ հայերեն լեզվի քննություն պետք է տան կամ չտան, չգիտեմ։ Մի հատ պետք է գնան հոգեբուժանան, պսիխ դեսպանսեր անցնեն։ Որ մենք չունենանք այդպիսի կերպար։ Դրա համար թող գնան, թող դրանք գնան ու գնում են։ Իրանք արդեն փրփուրներից են բռնում, իրանք հասկանում են, որ արդեն всё, պրծած են։ Էլ այդպիսի իշխանություն ոնց որ այսօր իրանք ձերքում է, էլ չի լինելու։ Թող այդ քննիչը հասկանա, այդ քնչականի պետը, այդ դատախազը, թող մյուսները հասկանան, այդ ԱԱԾ-ի տնօրենը, թող հասկանան ու սպասեն։ Շնորհակալություն պարոն գեներալ։ Հերթական անգամ իջեցեմ, որ մենք զրուցում էինք համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։